Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժ է պատում, Սասնա ծռեր, պատմեց ապարանցի Բարսեղ Սահակյանը, գրի առավ 1912 թվականին Երվանդ Լալայանը։ Սանասար և Բաղդասար։ Ժամանակով մե թագավոր կեր, կուրք կպաշտեր, են ու անուն Սենեքերիմ էր, կմներ Բաղդադ։ Սենեքերիմ թագավորին ուներ երկու տղա, մեկի անուն Սանասար, մեկի Բաղդասար։ Էդի թագուն խոշուն ժողվեց, գնաց Երուսաղեմա քաղաքի բոլոր փաթթեց, էդի փաթթեց, նստավ, քաղաքի մալ, տավար մնաց իրա քաղաքի մեջ, մնացին առանց վար ու ցանք, սերմել գետին չթալին։ Եղավ որ որբևերի կնիկ մեկ տղա կար, էտոնց ուտվանք շատ էր, ուրանց հարևան կար, շատ որեն, գնաց վախեցավ, ենտոնց խետ մեկ տեղվավ, 2 տարի ըսկի քաղաքից դուշ չելան, 2 տարին որ թմավ, ունեցած տավար, ոչխար, ամեն կերան, խլսան, մացին անոթի, իչան բռնին էտ հարուստնեն մեկ աղջիկ, կերան։ Եկսի օրելանս իմ պարավ, էսորյա պտի քեզի մորթենք յակու տղեն, էտ պարավ էլավ գրաս թագավորի մոտ վեկալես թե թագավոր, քու հռիատ անոթութենից իրար կերան, վերուց ասաս թե պարավ, էտ քաղքի մեջ մեմարդ չկար, որ գար դու եկար։ Ասեց մենք 2 նավարինք, յանձի պիտի մորթենյա իմ տղին, են համար ես վազա եկա, թագավորն էլավ մարդ ճամփեց քաղքի մեջ, մենց մարդիկ ժողվեց առավ եկավ հարցուց թե ինչի շուտ չեկակ ինձի խաբար բերեք, ենոնք ասեցին թե մենք գինենք թե դու մեզն լավ գիներ։ Նոր ստեղ թագավոր ալուր բոլ տվեց տարան կերան։ Ջահել տղեներ թոմարի ժողվեց բերեց զորք ուր համար, էլավ պատարակ տվեց ենել, լուս նոր բացվավ, ուր զորք ժողվեց մեկտեղ, ուր զորք նոր ժողվեց մեկտեղ, ընդոնց սորվծուց թե ես չուրի իրավունք չտամ, չկրակեք։ Մեկ անգամ ձեն տվեց թե թավանքներ կրակեք, Էտոնք էլ կրակեցին ետ դարձան կայնան, են կռապաշ թագավորի խոշունը արջին դարձավ ետինի վրա, ետի որ դարձավ հմալ չարթեց, որ արուն էլավ գնաց։ Կռապաշ թագավոր տեսավ ետևանց, տեսավ ուր խոշուն իրար կջարդեր, առավ խոշուն ետ փախավ, եկավ խասավ ուր տուն, խանչեց ուր մարդիկ բերես, թե արեք մեր տղեկներուն, ակնջներ տրուֆենք, մեր կրքերու համար որ մատաղ անենք։ Հետ որ կնիկ կռապաշտ էր, հեմե գիտեր, որ աստված կար երկնուց, խանչեց ուր տղեկներ առավ եկավ ասաց Սանասար որդի, դուր չարնիս քու աղբեր փախնես, ընդոր որ մատղեց քզիել կմատղա, աղբեր ընդունակեց, բերեց մեր մեխուրջին ոսկի տվեց, մեհատ թուր, 2 աղբեր գիշեր էլան, փախան, գնացին հասան մեգեղ, հարցուցին թե որ տեղեն եք, են պստիկ աղբեր վերցուց թե հարավային կողմից ենք, իմացան որ կռապաշտ են, տուն չարան, գնացին քնան ամբրուց, շատ մրսան, մինց աղբեր պուչուրի հետ կրվավ թե էդ կամպխի անուն մի տա, պստիկ աղբեր ասեց, էլ ես չեմ խոսա, ընդոր համար կացին ուրիշ կեղ, հարցուցին թե որ կողմից եք, մենց տղեն ասեց արևելից կողմից ենք, ասեցին քրիստոնյային, տարան լավ պատվին, յորղան թոշակ լավ թալեցին, քնցուցին, մենց աղբեր գիշեր իմցավ ասեց, իտա ելավ, թե են ամպրոցի միջի, հալբատ ասեց էտի լավ է, լուս բացվավ էլան ընկան ճամպախ գացին մենց ջրի ռաստեկան, մեկ թեթև ջուր, կկտրերը դրան, կանցներ ենտեն, կտարներ ետ, խարնվեր հետ կերթեր, Սանասար ասեց, ետ հանք են պստի ջուր խմենք,
զորպա կեղնենք։ Էդ ջոտ ջուրընցան, կացին, խեյլի պանցրցան, տեսան, որ մե պստիկ աղբրի ջուր, Ղամուշլղեն կիկա, էդ չրին կկդրա, կընցնի ենտհեն, էլի կխարնվի հետ կերթա։ Կացին էդ աղբրի ակ գտան, էդի որ գտան, մենց աղբեր սեց պստիկ աղբոր, գնա մեկ նեջիր զարկ բեր է պինկուտինք։ Ես լե քարեր կտնեմ իրար վրա, նշանգյահ շինեմ, որ գեղ շինենք։ Օղտ նոր իրար վրա բաղդասար նեջիր բերեց, սանասար նշանգյահ շինեց։ Որ պրծան, մեծ աղբերինա դերեց պարկավ, որ տենա ուր աղբեր ինչ կսա։ Պստիկ աղբերիրիկուն առավ նեջիր եկավ, որ եկավ թալեց գետին ինա դերավ ինքլե դեն պարկավ։ Նոր էդ տեղ մենց աղբեր էլավ նստավ, որ էլավ, եդի եսած մեկ խիչ կվերուս տնես իրար վրա, դունել կինաս բան կենես։ Ես օղտը սար օղտը ծոր եմ թրե, անճախ իմ նեջիր զարգե, ասեց վնաս չունի բերը պենկուտենք։ Առավոտ մե թակավոր կա անում Թևադորոս, երթանք ընդորմոտ մարդ ուզենք բերենք գեղ շինինք, էլան նեջիր էպին կերան պարկան քնան։ Առավոտուն էլան կացին վան, կացին թակավորի մոտ ասին թակավոր դորա, ասին թե մեկ չայ խմեց գնաց արզրում։ Էդ տղեկ ընկան ճամփախ գնացին արզրում, հարցրին թե թակավոր եկավ էդ տեղ իմալ էլավ, թե մեկ չայ խմեց գնաց մանսկերտ։ Էդ տղեկ գնացին թղ մանսկերտ, հասան մանսկերտ ասին թակավոր եկավ էդ տեղ իմալ եղավ։ Ասին մեկ չայ խմեց գնաց վան, տղեկն ընկան ճամփախ պտ երթան վան, վանամարտիկ թակավորին ասին թե լուսուներկու զորբա տղա եկան քո համար։ Ասեց չգրցակ պահեք, հրե ես գեհինք, ետունք իրենց խոսքի հետնին տղեկն եկան։ 7 անգամ գլոխ իջուցին, ուտնի վրա ձեռ կապին կայնան։ Թակավորն ասեց թե արեք նստեք, տղեկն եկան նստան։ Թակավոր վերցուց թե ինչի եմ արեք եկե, տղեկներ, ասեց կուզեն լսեր ենք, եկեր ենք, որ մզի պայես։ Երկու ամիս տղեկներ պահեց թակավորը։ Թակավորի իլխեն գողեր տարան, ելավ մե 30 ծիավոր տղեկներու հետ բերեց, որ երթեին գողերի հետևը։ Սանասարն ասեց թակավոր, 30 ծիավոր մենք չենք ուզի, երկու լավ ձի ու ասպապ տուր, մենք մենակ կերթանք։ Թակավոր երկու լավ ձի ասպապ տվեց, հեծան գացին։ Գացին հասան գողերուն, ջարդեցին, թափին գետին, գողեր խառնեցին նախրի հետ, դարձուցին, բերին տվին թակավորին, թակավոր բռնեց գողերին կապեց, իտահաղ տղեկներուն լավ պահեց։ Մենց քաղաք էր, հարսանիք երին, հելան չելներ գացին, ծիխաղցուցին, թակավոր ըսած բաղդասար, ելեք դուք էլ գնացեք ուրախութ էներեք։ Ետոնք որ գնացին, են ծիավորներ կայնան, Էդ երկուս կայնան մեկ կողմ, են ծիավորներ կայնան մեկ կողմ։ Եկան իրարուց կրակ տարան։ Են վաղտ նոր մենց աղբեր կերթեր հետև ջրինդ կթալեր, վնաս չեր տե։ Են վաղտ նոր պստիկ աղբեր կերթեր կզարգեր, կող կջարդեր։ Մենց աղբոր դուր չեկավ, 2-3 տղի վնաս տվեց, էլան եկան տուն։ Մեկ սինի մեյվա վերցուց մենց աղբերը, դրեց պստիկ աղբոր գլխու վրա, տարավ թակավորի դիվան։ Են տղեկներու տիրվանք եկած են գանգատ գիտեն, կսին թակավոր, էդ տղերանց ճամփատ ու թե չէ քեզի կվնասին զորպա են։ Սանասար նոր մեյվեն տարավ թակավորի դիվան, տղեներու տիրվանք, տղեներուն մորցան, եկան լծվան մեյվի վրա, կերան էդ ու մենց աղբեր միտ կերեց թե իմ աղբեր վնաս գիտա։ Երավ մեկ սինի էլ մեյվա բերեց թակավորի դիվան, թակավոր ծծղաց թե էր անգամ բերեցիր խալխին իր վնաս տվի, ես անգամ ինչի համար բերիր, թե թակավոր, բերեցի որ իմ աղբեր ծուռա խալխին վնաս չտա, մեկ քանի տուն տա սերթամ իմ գեղ շինեմ։ Մեկ գեղ կա անցի, նշանգյահ ենք տրե, ասեց որդի,
300 գեղ կա իմ ձեռ, ամեն դեղեն մե համբատուն քզի։ Սանասար կարնե 300 տուն, կուգա այդ նշանգյահ տեղ, կսկսին 2 աղբերով բերդ շինել։ Էտոնք թող ուրենց համար տուն շինեն, ցանքնին ապրին։ Այդ 2 աղբեր օրական մեկի տան պտի հաց ուտին։ Էտոնց ուտվածք մեկ հայվան մեկ ոչխար է, 3 լիտր հաց, 3 լիտր քինի, 3 լիտր բրինձ, 3 չարեկ եղ, մեկ դամվա ուտվածք։ Օղթ տարի էտոնք բերդ շինին, օղթ տարի որ թամամավ բերդը պրծան։ Բերդ նոր պրծան, Սանասար աղբոր ճամփեց, Թևադորոս թագավորի մոտ ասեց. «Իմ աղբեր քու աչքը համբուրա, քու ձեռքը պակա, թող գա բերդի անուն դնա»։ Համել մեկ հաց թուղ կուզա։ Թագավորն ասեց. «Դուք ղարիբ եք, ձեզի ուրիշ մարդ աղջիկ չի տա, ես իմ աղջիկ գիտամ, քերիթորոս պետքա գահետ պահպանա»։ Վեկալեցին եկան նշանգյա։ Բավականին մալ բերեց հետը։ Թագավոր հարուստ էր, աղջկա հետ բաժինք տրեց։ Սանասար բերդը շանս տվեց Թևադորոս թագավորին, ասաց. «Անուն դիր»։ Թագավորն ասաց. «Անունը դու ես դրե, Սուն վրսան, Սասուն»։ Թագավորը հարսնի կերեց, ուրախջիկ պսակեց Սանասարի վրա, պսակեց, օծեց, դրեց թագավոր, մեկ քանի գեղ տվեց, որ պետքա խարջ առնին։ Բաղդասարն նիաթը կախեր էր, Սանասար ասեց. «Ինչի մարես կախե, քանի կբանենք ուրախ էր, հիմի նիաթդ կախեր ես»։ Ասեց. «Դու խաբար չես, ես գիշեր չեմ քնի, 2 էց կտրճկեն գիշեր հարլուս վրինցի, չեն թողե քնիմ»։ Ասեց. «Ինձի չի պատկանի, որ երթամ Բաղդադ, դու ընձնե ղվաթով ես, դու գնա, մեր հեր զարը սպանա, կրքատուն վառա, չխուլ մարդիկ թալ կրակի մեջ»։ Աղբերն լավ գնաց այդ հաշիվին Բաղդադ։ Հեր տեսավ, ուրախացավ, ասաց. «Մեր կուրք զորավոր էր, ուր մատաղ քաշեց բերեց»։ Վերցուց ուր մարդկանց ասեց. «Դուք ընցի երես գիտեք, տեսեք, քաշեր ուր մատաղ բերերի, մեր կուրք զորավորի, պետք է ֆիլան կիրակին մատղենք»։ Տղեն ասեց օրը էթան կրքատուն, որ մատաղ ընդունակ եղի։ Գացին կրքատուն, հերը երկրպագություն տվեց, ետ դարձան եկան տուն։ Լուսուն տղեն մեկ կացին առավ, կրքոց գլող զարգեց, թռուց ետ դարձավ գնաց տուն։ Հոր հետ ետ դարձավ եկավ կրքատուն, կրքերն իրար հետ խոսացին, թե Բաղդասար կացին բերեց, մեծ կրքոց գլուխ թռուց։ Հեր լսեց, շատ բարկացավ տղի վրեն, դարձավ ասեց. «Վնաս չկա, մեկ լե կշինենք»։ Տղի սիրտն ելավ հոր վրա։ Հեր նոր երկրպագություն տվեց, տղի ասար բռնեց, թուրը քաշեց, հորն սպանեց։ Հեր նոր գլող տրեց գետին, զարգեց սպանեց։ Ելավ ամեն հախուն 20 խուրձ բերեց, լցեց կրքատուն, լիքը լցեց, նավթեց, կրակ թալեց, չխուլ մարդիկ եկան, բռնեց թալեց կրակի մեջ, տեսավ, որ ամեն կսպաներ, մեկ չեր թողե, վախեցան, ամեն դարձան, թե դու ինչ Աստված կհավատաս, մենք էլ են Աստված կհավատանք։ Հետոնք որ խոսքի եկան, Բաղդասար մեկ տարի մնացը տրանց մոտ, Բաղդադու մեջ, ելավ ջուհապ ճամփեց, աղբոր կանչեց։ Սանասարն եկավ հասավ, լավ աղջիկ միջոկեց, աղբեր պսակեց, օծեց, դրեց թագավոր, ետ դարձավ, ինք գնաց։ Ջուրի ասավ տուն, ուրին մեկ տղա եղավ, կնքեցին, անուն դրին Մհեր։